Իրան-Իսրայել հակամարտության ընթացքում հարվածներ են հասցվել նաև Իրանի միջուկային օբյեկտներին, ինչը անհանգստություն է առաջացրել մարդկանց շրջանում։ Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնից անմիջապես գործողությունների հաջորդ օրը մոբիլ խմբեր են ուղարկվել Հայաստանի հարավային սահման չափումներ իրականացնելու։ Կենտրոնի տնօրեն Արմեն Ամիրջանյանն արձանագրում է. Ագարակ, Մեղրի Քաջարյան, տեղում չափումներ են կատարել և բնական ֆոնի փոփոխություն չեն հայտնաբերել։ Բացի դրանից տեղադրել ենք ստացիոնար մոնիտորինգի կայան, գամմա ճառագայթման գրանցման, որը օնլայն ռեժիմով տվյալները փոխանցում է, ելի այդ կայանի չափումները ցույց են տալի, որ նորմալ բնական ֆոն ունենք, ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ Կայանը շարունակելու է ագարակի մոտակայքում տեղադրված և մենք տվյալները անընդհատ ստանում ենք, անընդհատ ուշադիր հետևում ենք, որևէ փոփոխություն չենք հայտնաբերել։ Միջուկային աղտոտվածությունը ռադիոակտիվ նյութերի արտանետումն է շրջակա միջավայր։ Բնակչության շրջանում առավել հայտնի է ուրանը։ Հողի մեջ դրա թույլատրելի սահմանները գերազանցելու դեպքում այն հասնում է մարդու օրգանիզմ։ Չմշակված թափոններից, որ երկար ժամանակ այդ թափոնները մնում են, այնտեղից կարող են ոնց որ արտանետվեն դուրս գան այդ ուրանի որոշակի քանակություններ, թե անձրևի բանի ժամանակ հոսեն, գնան տարածվեն ու չգիտեմ հողի մեջ մտնեն, ջրի մեջ մտնեն, բնական է եթե մտնեն հողի ջրի մեջ, այնուհետև դրանցով կհարստանան նաև բույսերը, հետո չգիտեմ անասունները կուտեն, մի խոսքով այսպես շղթայական կփոխանցվի մարդկանց, կամաց դեպի մարդու օրգանիզմ կհասնի։ Պետությունների համար գուցե ֆինանսական տեսանկյունից հարստացված ուրանի արտադրությամբ զբաղվելը ձեռնտու է, բայց մարդկանց առողջությանը կարող է վնաս հասցնել, արձանագրում է Լուիզա Վարդանյանը։ Ամենաառաջնայինը գլխացավից սկսի, կարա, չգիտեմ, սրտխառնոց, կարա նույնիսկ մազաթափության առաջացնի, այսինքն ամենաթեթև ոնց որ առաջնային ազդակները դա են, ու ամենածանր դեպքերում դա արդեն ռադիոակտիվ, այսպես կոչված թունավորություն է կոչվում, որը արդեն, չգիտեմ, մի քիչ ավելի ծանր հիվանդություն է, հավանաբար դրանք են ուռուցքային, կարող է բերի տարբեր ուռուցքների առաջացմանը, այսինքն օրգանիզմում բոլոր կենսագործունեությունը կխախտվի։ Ինչպես պաշտպանվել ռադիացիոն ֆոնի փոփոխության դեպքում, մանրամասնում են Կապանի բժշկական կենտրոնից։ Հիմնականում պետք է, այսպես ասած, պատուհանները փակ լինեն, նոր, այսպես օդի մուտքը փակելու համար։ Բոլոր սնունդները օգտագործելուց, հատկապես բանջարեղենները, պետք է շատ լավ լվանալ, հետո նոր օգտագործել։ Հիմնականը դրանք են, որը պետք է խիստ պահել։ Բժիշկ Նարեկ Գաբրելյանը ևս մեկ անգամ հաստատում է, Սյունիքի մարզում ախտահարման դեպքեր չեն գրանցվել, սակայն կան որոշակի նախանշաններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ Ախտահարումը լինելու պարագայում հիմնականում արտահայտվում է բարձր ջերմությամբ, դող, սարսուռ, մկանային ցավեր, ընդհանուր թուլություն, ախորժակի անկում։ Նշված ախտանիշներից ի հայտ գալու պարագայում անհապաղ պետք է դիմել բժշկի։ Իհարկե առաջինը հիմնականում որ պացիենտները դիմեն, դա ընտանեկան բժիշկներն են, շտապ օգնություն հազանգելն է, դա ամենակարևորն է, որպեսզի ինչքան շուտ և արագ կազմակերպվի տվյալ հիվանդների բուժօգնությունը, այնքան ավելի հեշտ կլինի խուսափել ավելի մեծ բարդություններից։